Ողա պատերազմի։ Չեք կարծում դա ժողովրդի մեջ վախի Անբարոյական եմ համարում ցեղասպանություն տեսած պատերազմի տեսած ժողովրդին վախեցնել պատերազմը։ Դա անթույլատրելի եմ համարում, այդպիսի բան չկա քաղաքական թիմեր, որոնք գալիս են ու ուզում են պատերազմ անել, չկա, որովհետև դա խելամիտ չի։ Պատերազմ անելու համար կամ մտքի համար առնվազն, հա, մարդիկ պետք է գնահատեն իրավիճակը։ Պարոն Մարուկյան, ձեր հետ կապված կա մեղադրանք քաղաքականների կողմից, որ պատերազմի շրջանում դուք 4 անուն գույք վաճառել եք ըստ ձեր հայտարարագրի 590 միլիոնի գույք վաճառել եք եւ ձեր շահերի կենտրոնը Հայաստանը չեք տեսնում, ձեզ հարցադրում էին այս համատեքստում հնչեցնում, թե դուք էլ ոնց եք պատկերացնում Հայաստանը ղեկավարել եւ ձեր կապիտալը Չեխիայում է, ձեր երեխաները Չեխիայի քաղաքացի են, ընդունում այս հարցերին եք պատասխանում։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես միշտ, եթե այդպես են ասել, ես ձեր խոսքերն եմ ասում պատերազմի օրերին, դա նույնպես ստում են, եթե այդպես են ասել, միգուցե իրենք խառնում են Ուկրաինայի պատերազմի հետ, որովհետև դա 22 թվին էր եղել, եւ ես մշտապես ցավում եմ, որ այդտեղ էլ չգիտեմ ով ասել, ինչ մասնագետ ասել, ցավում եմ, որ այդտեղ էլ իրենք բացարձակ ոչ մի պատկերացում չունեն բիզնեսի մասին, պատկերացում չունեն ներդրումների մասին եւ այլն, ես իմ ամբողջ կյանքը ներդրումներ եմ կատարում անշարժ գույքի մեջ եւ այդ ներդրումները եւ Հայաստանում են եւ Եվրոպական միությունում են, ոչ միայն Չեխիայում, նաեւ Ավստրիայում, նաեւ այլ երկրներում եւ անընդհատ դա փոփոխվում է, այսինքն դա մաքուր բիզնես է։ Այն ժամանակ, երբ որ միտեղ էժանանում է գույքը, հա, հակառակ երբ որ միտեղ թանկանում է, վաճառում ես, երբ որ էժանանում է, գնում ես, այնուհետեւ փոխում ես, այս պահին մեկ մեղադրում են, հետո մեղադրում են, ասում են շենքակառուցում, բանում, մոնումենտում, չէ՞, ասում են դեմատ իրար հետ խոսացեք, մեկը ասում է ծախում է, մեկը ասում է կառուցում է, կողմնորոշվեք, պարոնայք։ Այսինքն բնականաբար սա մանիպուլյացիաների դաշտից է, ասեմ ավելին, շատ անգամներ հարկեր են վերցրել հենց Եվրոպական միության երկրներից եւ այստեղ գույքեր են ձեռքբերել։